մասնավորապես եվրոպական ընկերությունների մասով Փաշինյանն հայտարարել էր, որ դեռ որևէ հստակություն չկա եւ պետք է հստակեցնենք։ Հիմա չգիտեմ, եթե կառավարությունը հստակեցրել է, թող ասեն, թե ինչ են հստակեցրել, ովքեր կարող են մասնակցել։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը գնում է այդ ճանապարհի միջանցքի մասին, կարծեմ ինքը պարամետրը բառներ օգտագործել, այսինքն ով է կառուցելու, ով է շահագործելու, ով է օգտվելու, թե ընդհանրապես ով է կառուցելու։ Եվ առաջին, երկրորդը մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերություններին պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես կամ ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը, իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Դե ներողություն, տեսեփական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկնի իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատասխանում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետեւ իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։ Պապոյանը ասում էր, որ այսպես թե այնպես այդ ընկերությունները կան, թուրքական այստեղ հատկապես տեքստիլ ոլորտում եւ ապրանքներ բերվում են, այստեղ բրենդներ կան, այսինքն որևէ խնդիր չի լինելու։ Այսինքն դա նույնն է, ոնց որ ասած, դե միևնույնն է, թմրամոլությունը կա, այն օրինականացնենք, բրցենք, էլի։ Թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը։ Խաղաղություն կլինի, այդպես ասում է, հարևանները որ ներդրում անեն, խաղաղություն կլինի, դեմ եք բան։ Դա ուրեմն տնտեսական որևէ հիմնավորում չունի, կա ամենապարզ օրինակը, որ ասում է, թե պատերազմ սկսելու որոշում կայացնեին տնտեսագետները, ապա երկու համաշխարհային պատերազմները երբեք չէին սկսի։ Իսկ խաղաղությանը դեմ չենք եւ հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թե խաղաղությունն, այլ բերել է պատերազմ եւ բերում է տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում։ Գիտեք, մի բան էլ ասեմ, օրինակ հարցը որ տվեց 1980 խնդրեմ։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ է անում, ասում է ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետեւ դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով։ Եվ երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդին, այո, եւ քեզ ընտրել է ժողովրդի 27-28%-ը։ Դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը, չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը։ Այդ ծրագրում առաջնային տեղ է գրավում այս խաղաղության մասին, ինչը ես հիմա կատարել եմ։ Այդ դեպքում իր ծրագիրը պետք է ներ ընդհանրապես մի նախադասություն։ Այդ դեպքում իր ծրագրի մեջ կային էական հակասություններ եւ երկրորդ այն ժամանակ ինքը կան խաղաղությունը տեսնում է Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի Արցախի հակամարտության կարգավորումը անջատում հանուն փրկության բանաձևի մեջ իրականացնելու մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը, դա մեկ։ Երկրորդը ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, եւ թշնամին լկտիաբար ուրեմն խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ սահմանադրության փոփոխության պահանջը, դա միջամտություն է քո ներքին գործերին։ Տեսեք, նույն այդ փաստաթուղթը, որը նախաստորագրվեց։ Հիշում եք, չէ՞, որ նախաստորագրումից օրեր առաջ, լավ, դա նախորդող շաբաթներ Ադրբեջանը մշտապես գնդակոծում էր Հայաստանի Հանրապետության հարավը, Սյունիքը մասնավորապես նախկին Գորիսի շրջանը։ Դա պարտադրված խաղաղություն է, ճակերտավոր, պարտադրված թուղթ է։
Ինչի նշանակում մեզ բերել եմ խաղաղություն։ Ինչ ուզելա, ձիճել ես, հիմա որ չզիջես, էլ է կշարունակեն գնդակոծել։ Երկու ամիս արդեն ասաց ավելի, բայց այսպես ինչ-որ պաշտոն տեղեկատվություն կա Միացյալ Նահանգներից գալիս են ուսումնասիրում են եւ այլն Թրամփի ուղին, բայց Պապյանն էլ քիչ առաջ ըստ էության ասաց, որ դեռ որևէ շոշափելի բան չկա։ Երբ Նոբելյան մրցանակ չստացավ Թրամփը իր խաղաղարար քայլերի համար, հնարավոր է նրա հետաքրքրությունը եւ շատ փորձագետներ են ասում, որ նրա հետաքրքրությունը այս տարածաշրջանում մարելու է, որտեղ ամենագլխավոր խնդիրը հիմա Չինաստանն է եւ այս վերջին որոշումը 100%-ով այսպես ավելացնել է։ Որը ցնցեց ֆինանսական շուկան է։ Այո, հնարավոր է որ այս Նոբելյան մրցանակից էլ որ չստացավ, ամբողջությամբ այս ծրագրի վրա քարտեցվի։ Թե դա գլոբալ առումով ոչինչ չի փոխել։ Նախ առաջինը որ խոսում են Թրիփի կամ Թրամփի ուղու մասին, այդ մենակ այդ 42 կիլոմետրին է վերաբերում։ Մեզ պետք է հետաքրքրի, ոչ թե այդ 42 կիլոմետրը, այլ մասնավորապես Երաս-Խսադարակ հատվածը։ Երաս-Խսադարակ հատված երկաթգիծ այսօր չկա։ Հասկանում եք, վերցրեք քարտեզը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ գիտի, որ չկա, ասում է ինչ։ Իսկ ասկան այդ երասխից մինչև սահման, հա, բասարմասը։ Երբ կլինի, եթե դա լիներ, դա պետք է լիներ այդ թղթի մեջ։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել, ինչ փուլում է գտնվում իր հունվարի 8-ին հնչեցած առաջարկը, չգիտեմ երբ են ներկայացրել, թե մենք կոնկրետ ծրագիր ենք ներկայացրել, ուրեմն Երաս-Խսադարակ, հետո ներքև Նախիջևան, Օրդուբադ, Մեղրի եւ Հորադիզ այդ ճանապարհի կառուցումը։ Հույս ունեմ պատասխան կստանամ։ Այսինքն եթե դա չկա, ինչի մասին ենք խոսում։ Դա մեզ ինչ է տալու, թեկուզ աշխարհի ամենալավ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով, եթե դա չկա, կլինի կխոսենք։ Մյուս այս իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին։ Ամբողջական ապաշրջափակումը ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև օրինակ Թբիլիսի ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է եւ դեպի հյուսիս ճանապարհը շատ ավելի կարճ է։ Քանի դա չկա, մենք ունենք մի բան Ադրբեջանի կողմից պարտադրված է եղել։ Կառավարությունը 22 թվականին առաջարկել էր 3 սահմանային անցման կետ բացել։ Սոտքում, Քարաունջում եւ Երասխում։ Ուր այդ կառավարությունը չշրջանառեցնել այդ որոշումը, որովհետեւ ամբողջը ինչ էս կառավարությունն անում է ադրբեջանական պարտադրանքի արդյունքում։ Ձեր հարցինի պատասխան դժվարանում եմ ասել, վստահեցնում եմ, որ այսօր Միացյալ Նահանգները շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունի, առաջնահերթություններ ունի, մասնավորապես Չինաստանը եւ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար իրեն Ռոբերտ Քոչարյանը դեմ չի, որ այդ ճանապարհը լինի, Սյունիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահսկի Հայաստանի Հանրապետությունը, բայց ավելի երկար լինի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ հանդես է եկել բոլոր ճանապարհների ապաշրջափակման օգտին։ Դա իր մեջ ներառում է նաև այդ հատվածը։ Եվ բնականաբար, եթե երկար լինի, այդքան այդ տնտեսական ազդեցությունը, ներքին սպառման ազդեցությունը ավելի մեծ կարող կլինի, ակնհայտ է, բայց ես էլի եմ Պարոն Խաչատրյան, դա որակվեց, երբ որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ընդդիմության կողմից, որ սա նշանակում էր մեր տարածքը տալ, միջանցք տալ, հիմա դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանն ասում է դա։ Ոչ, խոսքը ուրիշ բան է, քո վերահսկողությունը։ Տեսեք, որ ասում է դե 1 կիլոմետր բանա կանենք, այնտեղ հստակ գրած է, Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ անցում, որն այդ անխոչնդոտ անցումը վստահաբար դուք տեսել եք հարցը պատասխանը կառավարության հետ, պատասխան չտրվեց։ Ավելին ասվեց, բերվեց օրինակ, որը սխալ է։ Այսօր որ գնանք Դուբայ, մեզ կհանդիպի որպես կանոն բարեհամբույր սահմանապահ, ոչ թե ռոբոտ, որ ինքն ասում է դե մարդկանց հետ չի լինելու շփում։ Անխոչնդոտ անցում ՀԱՏՄ անդամ երկրների միջև, օրը բացվում է Լարսում խնդիր ունենք, օրը փակվում է Լարսում խնդիր ունենք։ Այսինքն այդ հարցին չպատասխանեց, փորձեց կեղծ տեղեկություններով դա կոծկի։ Մյուսը, որն է Հայաստանի փոխադարձ առավելությունը։ Որն է։ Հայաստանը կստանար փոխադարձ առավելություն, այբ, եթե բացվեր Սադարակ Երաս հատվածը, ստանով մենք Սյունիքի մարզը կկապեինք Արարատի մարզի հետ։ Դա չունենք։ Բեն, եթե բացվեր Գյումրի Կարս երկաթուղին, դա մենք չունենք։ Ավելին ասեմ, թուրքական պետությունների կազմակերպությունը վերջերս երբ Գաբալայում իրենց ուրեմն համաժողովի ժամանակ իրան կարևորեցին
Զանգեզուրի միջանցքը Փաստորեն Փաշինյանի խնդրանքը Ալիևը չի հարգել եւ մնացած երկրներն էլ չեն հարգել եւ խոսքը գնացել է Բաքու-Թբիլիսի կառսի մասին։ Կարս Գյումրի ճանապարհի մասին խոսք չկա։ Մյուս խնդիրը ել եմ ասում Իջևանից դեպի Ղազախ ճանապարհը դա քեզ ավելի կարճ կհասցնի մինչև կարճ ճանապարհով կհասցնի Թբիլիսի, դա քեզ ավելի կարճ ճանապարհով կհասցնի դեպի Արևելք, դեպի Կասպից ծով։ Եթե դա չկա, մենք չունենք որևէ ապաշրջափակման հույս, այսինքն մենք ունենք Ադրբեջանի կողմից պարտադրանք եւ տալիս ենք միջանցք իդեմս անխոչնդոտ անցման։ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր էջում սոցիալական ցանցում ասում է բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին եւ հիմա էլ այսօր ասում է Ղարաբաղի հարցում եթե այդքան հոյակապ լուծում ունեին ինչու չեն այսպես ասած լուծել այդ հարցը կամ անգործություն է դա կամ էլ այդ հոյակապ պլանը չեն ունեցել։ Առաջին, կարծում եմ 3 նախագահները հստակ իրենց դիրքորոշումը ներկայացրել մի մասի համար դա կարող է ընդունելի լինի, մի մասի համար դա կարող է ընդունելի չլինի, բայց պետք է ընդունենք իրենց դիրքորոշումը իգիտություն։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր պաշտոնավ մի կողմից ասում էր զրոյական կետից եմ սկսել, այսինքն ինչ ա եղել նախկինում ոչ մի կապ չունի, բայց հիմա ասում է այն պահին, որ ես ստանձնել եմ վարչապետությունը, Ղարաբաղը չուներ որպես անկախ պետություն դառնալով որևէ տեսական եւ գործնական հնարավորություն։ Հիմա ներկայացնում ենք փաստաթղթեր, որ չէ դա կեղծիք է, սուտ է, նույնիսկ այն թուղթը, որ ինքն է հրապարակել, իրեն հերքում է, ես խոսում եմ Կապանում 19 թվականի հունվարին հրապարակած փաստաթղթի մասին, որ դու կեղծում ես իրականությունը։ Եվ երկրորդը, ինքը ասում է, դե եթե լավներ անեիք, նախ թիվ 1, նախ ընդունի, որ ավելի լավներ, քան թե ինչ են, որ դու բանակցել ես։ Սկզբից դա ընդունի։ Երկրորդը, միգուցե անեին, եթե դու չգայիր։ Միգուցե անեին, եթե դու դեռ ընդդիմություն եղած ժամանակ չասեիր ինչ փողզիջում, գնանք էլի 2 շրջան գրավենք, գնանք էլի մի հատ քաղաք գրավենք։ Թող մի հատ անդրադառնա իր վարքագծին։ Եվ հավանաբար 4-րդը, պատկերացրեք, կա մարդու անալոգիայի վրա խոսենք։ Լավ մարդ է, որ ունի առողջական խնդիրներ։ Օրինակ առողջան վերակենում ծունկը ցավում է։ Եվ բժիշկները փորձում են իրան լուծել։ Լավ է, վատ այդ մարդը քայլում է։ Մի քիչ նեղում է, որովհետև կարգավիճակը վերջ-վերջը որոշված չէ։ Բայց եղանակը խոնավ է, քայլում էր մարդը։ Հիմա ինքը գալիս է, ասես մնացած բոլոր բժիշկներին քշում է այն կողմ, ասում է տվեք ես հեսա կբուժեմ եւ Նեսոյի Ղարաբաղնից է անում։ Այդ Նիկոլ Փաշինյանին ես առաջարկում եմ Նեսոյի Ղարաբաղնից հեքիաթը կարդալ։ Ինքը բժիշկներին գցեց այն կողմ, ասեց ես հիմա իրան կբուժեմ, տվեց մարդուն սպանեց, այս դեպքում Արցախի հակամարտությունը բերեց շատ դժվար իրավիճակի, ասում է դե տենց էր, դուք լուծեիք, չգայիր։ Չընտրեիք չգար, պարոն Խաչատրյան։ Ես եմ ընտրել։ Դուք չէ, բայց Դաշնակցությունը Ում ա ընտրել։ Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին պաշտոններ եք վերցրել։ Ուրեմն 2018 թվականին ինքը որ եկավ լրիվ այլ խոստումներով։ Լավ, ինքը ընտրվեց, հաջորդ օրը գնաց Արցախ, այնտեղ ելույթ ունեցավ, անվտանգության խորհրդի համատեղ նիստ արեցին, ինքը այնտեղ այլ մոտեցումներ էր ցուցաբերում, այլ խնդիր է, որ արդեն 2018-ի աշնան վերջերից կամ Դուշանբեից իր դիրքորոշումը լրիվ փոխվեց, կամ հրապարակավ ինքը ինչ էր անում, ասում այլ բան է, տակից ինչ էր խոսում, այլ բան է։ Պարոն Խաչատրյան, Եվ ԵԱՏՄ-ի հետ կապված ԱՊՀ գագաթնաժողովում այս Պուտին-Փաշինյան այս երկխոսությունը տպավորություններ, որ Փաշինյանը փորձում է այսպես ԵԱՏՄ-ի նշանակությունը թերագնահատել, ճիշտ եմ հասկանում։ դա անցյալ տարվա 4 միլիարդի մասին է խոսքը։ Այնպես հակասություններ եղել են այդ Ժորդ, ես ձեզ ասեմ, այս այդ թղթերը հանել էի 2024 արտանում դեպի Ռուսաստան 3 միլիարդ 180 միլիոն 460 հազար դոլար, ներմուծում 9 միլիարդ 453 միլիոն 588 հազար, այսինքն արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում է 336 12 միլիոն 633 հազար դոլար, արտաքին ապրանքաշրջանառություն, միլիարդ, 13, 12 միլիարդից ավել, 12 կեսից էլ ավել,
Հիմա 9 միլիարդ որտեղից ասես չգիտեմ։ Սա ես վերցրել եմ պետական եկամուտների կոմիտեի արտաքին ապրանքաշրջանառության մասին տեղեկություններից։ Այս տարի առաջի կեսի տվյալներով մոտ 50%-ով պակասել է ընդհանուր առմամբ մեր ներմուծումները, ներողություն արտահանումները, մոտ 35%-ով պակասել են մեր արտահանումները։ Հիմա եթե սա պրոյեկտենք համամասնությամբ 4 միլիարդից ավել կլինի վստահաբար։ Եթե պրոյեկտենք համամասնությունը։ Պապայան ասում է, որ ոսկին էր, դա մեր հիմա ոսկին է գանք։ Ազդեցություն չուներ, բայց ես հիշում եմ, որ անգամ Բաբկեն Թունյանը Աժամբյոնից գրեթե այսպես խոսում էին, որ բան են, այդքան ոսկի են արտադրել Հայաստանը։ Ժամանակ գլուխ էին գովում, հիմա չգիտեմ, քաղաքական պատճառներով փորձում են արտադրեի նշանակությունը վերագնահատել։ Բայց այսօր լավ հարցեր են։ Ուրեմն ես ինքս Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դուք 22 թվականին խոսում եք Հայաստանի ուրեմն էպոխալ տնտեսական աճի մասին, ձաձեր հետ որևէ կապ չունի։ Սա Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքն է։ Ինքն ասում է, այդ մարդիկ եկել են Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ չկա կոռուպցիա։ Հիմա եթե կիրառենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, մարդիկ բիզնեսը փողը երկրից գնում են, որովհետև Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ եւ կա կոռուպցիա։ Դա Նիկոլ Փաշինյանին։ Մյուս խնդիրը ոսկու հարցը։ Հա ասում են ճիշտ է եղել է, դա ասում եմ, ես ինքս ասել եմ, դե հիմա գնանք ցույց տվեք, այդ որ գործարանն է, այդքան ոսկերչական արտադրանք արտադրել։ 23 թվականին նրանք նշել էին, թե ոսկերչական արտադրանքը, ոչ թե ոսկին, ոսկերչական արտադրանքը, ականջող, մատանի եւ այլն, 26 անգամ ավելացել է, որ դա սուտ է եղել։ Ասում ենք, այդ ստերով եք դուք տնտեսական աճ ցույց տալի։ Այսօր ասում են, հա, դա իրականություն չէ, բայց մոռանում են խոստովանել, որ խաբում էին ժողովրդին։ Մյուսը ասում են, դե լավ է, որ այս վերարտահանումները չկան, մեր տեղական արտահանումները, տեղական արտադրության արտահանումները մեծացել են շուրջ 10%-ով։ Գիտեք ինչի հաշվին։ Ասում եմ նա։ Ուրեմն ծխախոտի եւ սննդի վերամշակված սննդամթերքի։ Այսինքն խոսում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կանաչ տնտեսություն, չգիտեմ, նյու վասյուկի եւ այլն, բայց հույսը մնացել է էլի ծխախոտի եւ տոմատի վրա։ Պարոն Խաչատրյան, ընդդիմադիր բայց քաղաքական հարց։ Հա, քաղաքական խնդիր, ակնհայտ է։ Այո, ակնհայտ է, դա ուղերձեր ներսը, որտեղ մարդիկ ինչ են ասում, ասում են, գիտես, եթե դու ԱՊ-ի ներողություն ԵԱՏՄ-ի հետ քո կապերը խզես, տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Եվ ռուսական կողմի փաստարկը դա է, որտեղ ինչքանով է քո տնտեսությունը շնչում միայն այն պատճառով, որ դու ԵԱՏՄ-ի անդամ ես։ Եվ ես այդտեղ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի փորձում էր նվազեցնել ԵԱՏՄ-ից մեր ստացած կամ լավ ԵԱՏՄ-ից մեր կախվածության աստիճանը, ԵԱՏՄ-ից ստացած մեր օգուտները։ Սա է խնդիրը։ Բայց 4 միլիարդ ես չեմ ասում, ալտերնատիվ շուկաները ո՞րն են։ Մենք ալտերնատիվ ինչ ենք արտադրել, այդքան շատ, որ կարողանանք ավելի շատ տանենք եւ Ռուսաստանից կախվածությունն այդքան փոքրանա։ Դա համար ես ուղղակի նույն տոկոսադրույքները կիրառեցի արտահանման եւ ներմուծման, կարծում եմ, որ 4 միլիարդ չի կարող լինել։ Պարոն Խաչատրյան, ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարում են վարչապետի թեկնածու առաջադրելու ունենալու մասին։ Ընդդիմադիր դաշտարակ այսպիսով չի բաժանվում եւ հնարավոր կլինի ըստ ձեզ ընտրություններից հետո համախմբվել։ Նախ ընդդիմադիր քաղաքական ուժեր, խմբեր, խմբակներ շատ են։ Նիկոլ Փաշինյանին չսիրողները շատ են։ Մյուսը ես ընդդիմադիր ուժերին, որոնք փոքր են, կցանկանամ հիշեցնել 21 թվականի ընտրությունները, երբ մասնակցելով ընտրություններին, այն ուժերը, ովքեր հնարավորություն չունեին կամ հավանականությունը 0-ից շատ չէր տարբերվում, իրանք մասնակցեցին եւ արդյունքում մենք ինչ ունեցանք։ Նիկոլ Փաշինյանը, ով ստացել էր ձայների 53-ու 8 թե 9%, 54-ից քիչ, այսօր խորհրդանում ունի 70%-ից ավելի մեծ ներկայացվածություն։ Ես ուղղակի քաղաքական ուժերին, ովքեր ցանկանալու են մասնակցել ընտրություններին, ովքեր իրական ընդդիմություն են, այլ ոչ թե հրապարակից սնվող ընդդիմություն են,
այդ վիճակագրությունը հիշել։ Պարոն Խաչատրյան, ներողությունների Ժորժ ջան, ես սպասեցի դուք ձեր ոլորտային հարցերը տվեցիք, հիմա ես եմ տալիս։ Պարոն Խաչատրյան, դուք արդյոք այս կոչով ակնարկում եք, ուղղում եք Սամվել Կարապետյանին, Արման Թաթոյանին, որի գիտություն ընդունեն, թե 21-ին ինչ ա եղել։ Ես կարծում եմ, գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են օրինակ 12000 քվ։ Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթյանը պետք է ինքը որոշի ոնց է գնալու։ Ես չգիտեմ, ինքը հայտարարել է, թող ունենա, տեսնենք վերջի ինչ է լինելու, բայց ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում։ Եվ Կարապետյանների մերժումը ինչպես ընդունեց Հայաստան դաշինքը, Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի նշեց, որ չկա Քոչարյանը այն ցանկում, որոնց հետ իրենք կմիավորվեն։ Չկա, ընդունեց գիտություն։ Ինչու, սա ինչ է, սրանից ինչ հետևություններ։ Բայց դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Նարեկ Կարապետյանի խոսքերը, Նարեկ Կարապետյանը կարծում եմ մամուլի առաջ բաց է եւ բոլոր հարցերին պատասխան։ Ձեր ուժին է։ Լավ, հասկացա, չի ուզում առանձին կանեն, մենք էլ առանձին կանենք, մենք էլ դաշտ։ Մի րոպե էլի։ Մենք նայեք, ես Նարեկ Կարապետյանի խոսքերը կարող մեկնաբանելու իրավունքը Նարեկ Կարապետյանինն է կամ իր նշանակած մարդունն է։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստան դաշինքը դա ընդունել է գիտություն։ Okay։ Հետևություններ արել եք, ինչու Կարապետյանները չեն ուզում Հայաստան դաշինքի։ Ինչի պետք է ուզեին։ Պարոն Խաչատրյան, Իրանք առանձին քաղաքական ուժի հետ են ներկայացնում։ Չէ, պարզապես ներողություն, Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ կանցնեն երեքով Քոչարյանը, Փաշինյանը։ Նախընտրականի մասին է խոսքը գնում։ Այո, դա ընդունեցի, բայց յետընտրական զարգացումները ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետև Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները։ Առանձին կներկանաք, հետո ժողովրդին սկզբից կասեք, ինչպես Գյումրիում էր, չէ, մենք չենք միավորվելու եւ վերջին պայն ժողովրդին անակնկալ։ Գյումրիի ընտրություններին, ախր դու ինքդ ես Գյումրիս գալի ինձ ես ասում, գոնե ուժերից մեկը ասել էր, եթե ես պատրաստ եմ իմ ձայները տալ նրան անդիմադիրներից, ով ամենաշատ ձայնը հավաքի եւ դրա մասին նաև նախագահ Քոչարյանը խոսեց իր վերջի ասելը։ Եվ պարոն Խաչատրյան, դաշնակցությունը որոշում ունի Քոչարյանի հետ շարունակելու է, թե ոչ։ Ես կարծում եմ այդ հարցը պետք է դնեմ իմ Facebook-յան էջին, այն pinned message-ի նման։ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը, մասնակցելու ձևաչափը որոշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովում, մինչև Գերագույն ժողովի հրավիրումը եւ որոշում կայացնելը որևէ մեկը ոչ թե չի կարող, որովհետև արգելված է, որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչա Այսինքն դեռևս պետք է քննարկվի այդ հարցը։ Անկասկած, նույնը եղավ 21 թվականին։ Հաստատ որոշում չկա դեռևս։ Ասեք, որոշումը կուսակցությունը կհասնի, չէ՞։ Կուսակցության որոշումը կհասնում է ժողովի ժամանակ։ Պարոն Խաչատրյան, Մոլդովայի օրինակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց իր հարցազրույցում, որ այսպես կարող են փորձել, իհարկե դրսի ընտրողների մասով խնդիր կա, բայց երբ Փաշինյանը այստեղ խորհրդանի ամբողջից կուսակցություններ փակելու մասին է ակնարկում եւ այս սցենարը որքանով է իրատեսական համարում, Հայաստանում կարող է դա կիրառվել եւ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Պատահական չէր, չէ՞, Նարեկ Բաբայանի հարցը։ Պատահական չէր, այսինքն սանով ինքը Նիկոլ Փաշինյանին քաղաքական հայտարարություն անելու հնարավորություն տվեց։ Եվ քաղաքական հայտարարությունը այն էր, որ այս իշխանությունները չեն խորշելու որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրությունների, օրինակ 1995 թվականի հուլիսի 8-ին դաշնակցությունը թույլ չէր տրվել մասնակցել եւ նաեւ ՍԻՄ դաշնակցություն բլոկ է ձևավորվել, իրանց թույլ չտրվեց, մեզ եւ ՍԻՄ-ի։ Իսկ դաշնակցության հարցում ես կարծում եմ իրանք հիմա դոսիե են հավաքում, որպեսզի դաշնակցության գործունեությունը կասեցնեն։ Ես դաշնակցության մասին եմ ասում, իր եւ իր կուսակիցների հայտարարությունները հստակ է, որ իրանք այդ հարցում առնվազն ջանքեր թափում են, որ կարողա չգրանցեն, չեն բացառում նաեւ դա։